Հարգելիներս, եկեք այսօր պատրաստենք հավի քարաճիգ եւ ես ամբողջովին նկարահանեմ եւ լուսաբանեմ, թե ես ոնց եմ պատրաստում եւ ամբողջ ընթացքը ձեզ բացատրեմ։ Եվ այսպիսով քարաճիգը լավ ես լվացի, խաշեցի եւ անպայման այս կողքի կոշտ հատվածները ես հեռացնում եմ։ Ահա։ Եվ մսային հատվածն ամբողջովին մնում։ Սոխը մենք կտրատում ենք ոչ շատ մանր խորանարդիկների և առատ կարագով կտապակենք։ Մեր սոխարածին ես ավելացրեցի կարմիր քաղցր պղպեղ և տոմատի մածուկ։ Մեր սոխարածը շատ լավ տապակվեց, ընտիր տեսք ունի և արդեն հերթն է եկել մենք ավելացնենք քարաճիգը։ Ամբողջը իրար խառնեցի և մի փոքր ջուր կավելացնենք և մանրամասն կրակի վրա կթողեմ, որ շոգեխաշվի։ Մեր քարաճիգի համ ընկծելու համար ես կավելացնեմ նաև մի փոքր հավի համունի։ Մեր համով ուտեստին ես ավելացրեցի կանաչ սոխ և կանաչիներ։ Մեր թավայի բերանը կփակենք և մի 5 րոպեի չափ մանրամասն կրակի տակ կթողենք, որ շոգեխաշվի։ Հարգելիներս, մեր քարաճիգը արդեն պատրաստ է, շատ ախորժալի բուրում է, դուք էլ կարող եք պատրաստեք և մատուցեք սիրով։